Վիրջինիայի Գեյնսվոլ քաղաքում ես ունեմ շատ մոտ ընկերուհի, Ջուլիան անունով, որ բավականին թանկ մարդ է ինձ, հրաշալի մաքուր հոգով, ամերիկյան բարձր ուրեմն դասակարգի, իռլանդական ծագումով կին է, որը արմատներով, սակայն եւ իր հավատքով բողոքական է։ Եվ ահա նա ինձ ասաց, որ ինքը հիանում է լատին ծեսի կաթոլիկ եկեղեցով մանավանդ այս Վիրջինիայում գտնվող այդ քահանաների իմաստությունը, սրբությունը բացարձակապես առնկնում է իրեն եւ ահա Աննա ջան ասում է, բայց բաներ կան, որը ոչ միայն չեմ հասկանում, այլև ինձ գայթակղեցնում են։ Ինչ է այդ ձեր հանելը, խաչակնքվելը, իրենից ինչ է ներկայացնում։ Եվ ես իրեն ասացի, որ ես քեզ խնդրում եմ, որպեսզի մենք կարողանանք քեզ բացատրել այս ամեն ինչը, նախ դու պետք է կաթողիկե ուղղափառ եկեղեցու հիմնականության դավանանքի հիմնականությունները հասկանաս, դու պետք է ամեն օր կարդաս Նիկիո հանգանակ։ Եվ ահա խաչակնքվելը դա խոստովանությունն է նույն Նիկիո հանգանակի, աստվածաբաններ դա անվանում են մինի Նիկիո հանգանակ, հանուն հոր եւ որդվո եւ հոգուն սրբո, եւ ահա հայրը որդին խոստովանում են դրանով եւ Սուրբ Հոգին, որ հա մեր սրտից բխած ամեն ինչը սրբում է եւ ահա դա գալիս է առաքյալներից, խաչի նշանը, որով քահանան է մեզ օրհնում, դա տարբեր կերպ է միշտ օրինակ կա սրբեր ինչպես Տերտուլիանը երկրորդ դարի սուրբ է ասում է ամեն ինչ անելուց առաջ խաչ հանեք ձեր ճակատին, այսպես եւ փաստորեն լատին ծեսի մեջ այս կերպը նույնպես կա, մանավանդ երբ որ ավետարան են կարդում եւ Ջուլին ինձ ասեց, որ ավետարան կարդալիս ես չեմ կարողանում այսպես անել, ինչպես դուք եք անում, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Տեր իմ Աստված, խնդրում եմ իմ միտքը մաքրիր, որպեսզի ես հասկանամ քո սուրբ խոսքը, խնդրում եմ իմ բերանը, իմ խոսքը մաքրիր, որպեսզի միայն արդարություն, ճշմարտություն դուրս գա իմ բերանից, խնդրում եմ քեզ իմ սիրտը մաքրիր քո խաչով, որպեսզի իմ զգացմունքները ազնվանան։ Եվ իհարկե ես տեսա Ջուլիայի հիացմունքը, երջանկությունը, որ վերջապես հասկացավ դա։ Եվ իհարկե սիրելիներս խաչի նշանը մեզ ավանդվել է Սուրբ առաքյալներից, փոխանցվել է դա ավանդապես մշտապես Սուրբ Հովհաննես Ոսկեբերանի հրաշալի տողերը առնկնող եւ տպավորվող այնպես, որ պարզապես այստեղ կասկածի տեղ չի մնում, որ ամեն օր, ամեն առիթով մենք պետք է խաչակնքվենք։ Երբեք տնից դուրս մի գա առանց խաչակնքվելու, ասում է Սուրբ Հովհաննես Ոսկեբերանը։ Խաչի նշանն է քո զենքը, ամրոցը, որի դեպքում ոչ մի մարդ կամ որևէ դև քեզ չի կարող մոտ գալ անգամ, որին դու չկարողանաս հաղթել։ Եթե դու խաչակնքվում ես, դա նշանակում է, որ դու զինվորագրվել ես որպես զինվոր Քրիստոսին եւ կռվելու ես դևերի դեմ միջև հաղթանակ։ Ահա, Հովհաննես Ոսկեբերանի հրաշալի խոսքերը, նույնը սորեցնում Նարեկ Բյուրեղ Ալեքսանդրացին, Սուրբ Բարսեղը, 4-րդ դար, որ նշում է, որ անպայման առաքյալներն են մեզ սորեցրել դա, եւ ահա խաչակնքվելը հավատացյալներից կողմից, թե քահանայի կողմից մեզ օրհնելը գալիս է առաքյալներից եւ տարբեր եկեղեցիներում նրանք օգտագործում են տարբեր ձևով, ինչպես բյուզանդական արևելյան եկեղեցիներում, եթե արևմտյանում մենք ձախից աչ ենք անում, իրենք աչից ձախ են անում, բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Իրենք փորձում են դրանով ինչ-որ տարբերություն դնել, բայց տարբերություն չկա։ Սիրելիներս, նույն սիմվոլիկան է, որը ունի միստիկ նշանակություն եւ այն փրկարար է։ Ահա առավոտյան վեր կացանք, խաչակնքում ենք ու ասում Տեր Հիսուս Քրիստոս, շնորհակալ եմ, որ ահա հանգիստ քնեցի եւ այս առավոտը տեսա,
պահիր խաղաղության մեջ այսօր ինձ եւ թույլ տուր որ ես քեզ ամեն օր ավելի մոտիկ լինեմ եւ նույն ասում եմ գիշերը խաշակնքվում ենք եւ ասում Տեր պահպանիր մեզ դեպի հարձակումներից եւ այս խաչի նշանն է որ իր մեջ ունի միստիկ այս լույսը Քրիստոսի աներևույթ անտեսանելի որ մեզ պաշտպանում է սիրելիներս եւ դուք հաճախ այն օգտագործեք ահա տեսնում եք անցնում եք եկեղեցու գմբեթը խաչկա հիշեք որ ուղղափառ եկեղեցիների վրա եթե այդ եկեղեցին շնորհքից ծնկած չէ կա հրեշտակը աստծո հրեշտակը այնտեղ է եւ եթե նկատել եք որոշ մուսուլմանական երկրներում քրիստոնեական եկեղեցիների գմբեթի խաչ արգելում են ինչ որ մուսուլմանները հոգևոր են եւ հասկանում են որ դա ունի շատ մեծ նշանակություն խաչի եւ զանգը եկեղեցու կիլոմետրերով մղոններով մաքրում է դևերից այդ տարածությունը անգամ աստրալ այդ դևերին քշում է եւ սա բոլորը հոգեվոր միստիկա է որին մենք պետք է մնանք հավատարիմ սիրելիներս ամեն մի մեր պաշտամունքի դետալ ամեն մի մեր պաշտամունքի էլեմենտ ունի փրկչական նշանակություն եւ դուք երբեք չտրվեք մոդեռնիզմի ալիքներին թերագնահատելով դրանք համեն միացած են Քրիստոսին առաքելական պաշտամունքի բոլոր այս մանրամասներով բոլոր այս պաշտամունքի ավանդական նշաններով ծնկելով մոմաբարությամբ խնկարկելով խաչակնքելով այո Սուրբ Գիրքը օրհնված խաչը կամ օրհնված Սուրբ Գիրքը համբուրելով եւ սա մշտապես արել են մեր մեծագույն սրբերը մեր նախնիները եւ այսօր հայ ժողովրդից պահանջում է որ նա լինի հզոր իրեն ավանդված ժառանգությունը պահելու ամեն